Ողջույն ձեզ, կուզենայի այս տեսանյութը դպրոցում սովորող երիտասարդները տեսնեին և ովքեր որ էլ արդեն դպրոցում չեն սովորում այդ երիտասարդները։ Աստվածաշնչից ընթերցելու եմ մի քանի տարբեր հատվածներ առակաց գրքից։ Խրատ և հորդոր երիտասարդներին։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, հիմարները անարգում են իմաստությունն ու խրատը։ Որդյակ իմ, լսիր քո հոր խրատը և մի մերժիր մորդ ուսուցումը, որովհետև դրանք շնորհի պսակ են քո գլխին և մանյակներ քո պարանոցին։ Որդյակ իմ, եթե քեզ հրապուրեն մեղավորները, դու հավանություն չտաս, եթե ասեն մեզ հետ եք, արյան համար դարանամուտ լինենք, զուր տեղը թաքնվենք անմեղ մարդու դեմ, դժոխքի պես նրանց ողջ կուլ տանք և ամբողջովին գերեզմանի շնողների պես, ամեն տեսակ թանկարժեք ունեցված գտնենք, մեր տները ավարով լցնենք, մեզ միացիր, մեր բոլորի քսակը թող մեկ լինի, որդյակ իմ, նրանց հետ ճանապարհ մի գնա, ոտքդ ետ պահիր նրանց ուղիներից, որովհետև նրանց ոտքերը չարության են վազում և շտապում են արյուն թափելու։ Որդյակ իմ, մի մոռացիր իմ ուսուցումը և քո սիրտը թող պահի իմ պատվիրանները, որովհետև նրանք երկար օրեր, կենդանության տարիներ և բարգավաճում կավելացնեն քեզ համար, ողորմածություն ու հավատարմությունը քեզ չեն լքի, կապիր դրանք քո պարանոցին, գրիր դրանք քո սրտի տախտակի վրա, այսպես դու հավանություն և բարի համարում կգտնես Աստծու և մարդկանց առաջ, քո ամբողջ սրտով ապավինիր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի ապավինիր, քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան և նա կուղղի քո ճանապարհները։